ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Նոր ենթակառուցվածքներ են պետք, դրանց համար էլ գումար, Հայաստանը պատրաստ է միանալ նաև Ադրբեջանի էլեկտրահամակարգին։ Երևանի փողոցները վտանգավոր են մեքենաների ու վարորդների համար, խոր փոսեր և քանդված ասֆալտ ասֆալտապատումից մի քանի ամիս անց։ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արդյոք հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանը, թե ոչ, Սերժ Սարգսյանը խոսել է ընդդիմության միավորման դժվարությունների մասին։ Բաքվի երազանքը իրականություն առանց կռվի, Նախիջևանը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Աշխարհի թոփ 50 համալսարաններում սովորելու և տարկետման իրավունք ստանալու ճանապարհը, ինչ նախապայման կա բանակից ազատվելու համար։ Եվ ավելի քան 3 միլիոն էջ, 2000 տեսանյութ և 180 000 լուսանկար սեռական շահագործման ու մանկապղծության գործի վերաբերյալ, ինչ հայտնի դեմքեր են ներգրաված աղմկահարույց սկանդալում։ Հայաստանը պատրաստ է իր էլեկտրահամակարգը միացնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ։ Տեխնիկական խոչընդոտ չկա, նոր ենթակառուցվածքներ են պետք, գումար է պետք, թե որքան դեռ հայտնի չէ, հաշվարկներ չկան։ Բայց առաջնահերթությունն արդեն հստակ է, 4 հարևանների հետ էլ ցանկանում ենք միանալ։ Այսօր ասուլիսում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Այնուհետև նոր լուր է հայտնել։ Նոր խախտումներ են հայտնաբերվել և Հայաստանի ավիաբոլորտը դեռևս դուրս չի գա Եվրամիության սև ցուցակից։ Խուդատյանն ասում է, դրանք տարբեր բնույթի խախտումներ են, անհրաժեշտ են նաև օրենսդրական ու կառուցվածքային փոփոխություններ։ Ռիսկեր չկան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պատասխանն է թրիփի վերաբերյալ մեր հարցին։ Թրիփի իրագործման դեպքում ճանապարհաշինական ամբողջ բլոկը ՏԿ նախարարության պատասխանատվության ներքո է լինելու արդյոք։ Առանձնացրել եք կոնկրետ ռիսկեր։ Մենք ռիսկեր չենք տեսնում այդ նախագծի իրականացման համար եւ եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, դրանք կառավարելի ռիսկեր կլինեն։ Նախարարը չանդրադարձավ մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի ներգրավվածության արդյունավետ մոդելը նոր խոշոր ծրագրում թրիփում, որպեսզի դրանք ունենան չափելի արդյունք եւ ժամկետներ։ Ճանապարհները անտանելի քանդված էր, ինչ որ ջրատարներ էին զուգահեռ քաշում, սա խառնվեց իրար, հետո անձրևները, այլ դրանքային ճանապարհ կար, որը ցեխող էր, հիմա որոշ չափով գոնե լավ է, որ վերին կարմիրից ճանապարհը սարքված է, բայց դեռևս վերջնական, որ արդեն լրիվ վերջնական 100%-ով սարքված է, չգիտենք երբ կլինի։ Բողոքը փոխանցել ենք նախարարին, հարցրել որտեղ է որակյալ ասֆալտը, ճանապարհը։ Ի պատասխան Խուդատյանն ասաց, քաղաքացիները գոհ են իրենց կառուցած ճանապարհներից։ Քաղաքացիների դժգոհությունը կարծում եմ կապված է չկառուցված ճանապարհների մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը շատ ավելի երկար է, քան իմ նշած 5000 կիլոմետրը։ Բայց ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են։ 2025 թվականին 61 միլիարդ դրամի աշխատանք է կատարել գերատեսչությունը։ Հիմնականում ճանապարհների կառուցման եւ վերակառուցման ուղղությամբ։ Մինչդեռ արդյունքը գոհացնող չէ, նշում է զրուցակիցս, որ Տավուշի մարզից է։ Տեղափոխություններն է հիմնական խնդիրը, որ դժվարացնում է։ Ասուլիսի ընթացքում Խուդատյանն ասաց, 10 կամուրջ եւ 2 տրանսպորտային հանգույց են կառուցել։ Ավարտել են նաեւ Վեդիի ջրամբարի կառուցումը։ Մինչդեռ կառավարությունը 2021 թվականին նախընտրական խոստում էր տվել 5 տարվա ընթացքում կառուցել 18 ջրամբար։ Գործընկերոջս հարցին ստացվում է խոստումները չեն կատարել։ Խուդատյանն ասաց. Մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով եւ հետեւաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը։ Խուդատյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացմանը։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ լավ կլինի Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային։ Ինչպես է կյանքի կոչելու այդ ծրագիրը, եթե Թուրքիան ունի հատուկ պայմաններ։ Մեր համար առաջնահերթությունը մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն, ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները չեն խանգարի։ Խուդատյանն ասաց, որ խոսել են Իրանի ՏԿ նախարարի հետ, քննարկում են, բայց չկա որոշում։ Խուդատյանը հայտարարեց, ապրիլից հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից։ Նոր ատոմակայանի վերաբերյալ էլ ունեն կարևոր որոշում։ Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Իդեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան այցի ժամանակ կներկայացնի մոդուլային ատոմակայանի վերաբերյալ փորձն ու պատկերացումը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Մինչ նախարարը պատասխանում էր էներգետիկ կախվածության և պետության կառավարման ռիսկերի հարցերին, այդ նույն կախվածությունները արդեն սկսում են երևալ տնտեսության մեջ։ Օրինակ, Ադրբեջանից ներմուծվող բենզինի ազդեցությունը հայաստանյան գների վրա տեսանելի կդառնա շուտով, ասում են տնտեսագետները։ Կենտրոնական բանկի նախագահն էլ ասում է, գների վրա կլինի ազդեցություն, բայց ոչ էական։ Շրջափակումը ես հիմնականում շեշտադրումը կանեի բաց սահմանների վրա, այսինքն եթե մենք ունենանք բաց սահմաններ ու տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման եւ արտահանման տեսքով, ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա, բայց ինչ չափով էս պայդրությամբ կդժվարանամ որոշակիորեն ասել։ Մինչ պաշտոնական Երևանը պլաններ է կազմում Բաքվի հետ, Ադրբեջանը վերաձևում է Նախիջևանի կարգավիճակը առանց մեկ կրակոցի, առանց բանակցության, ընդհանրապես սահմանադրական փոփոխությամբ։ Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա մեկ դար կառուցված էր Նախիջևանի ինքնավարությունը։ Սա պարզապես իրավական փոփոխություն չէ, սա տարածաշրջանի պատմական պայմանավորվածությունների վերանայում է։ Թե ինչ է փոխվում, ինչու է Բաքուն դա անում հենց հիմա եւ ովքեր կարող էին միջամտել, դիտենք Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Ադրբեջանը լուր առանց աղմուկի փոխում է խաղի կանոնները, վերաշարադրում Նախիջևանի կարգավիճակը եւ ջնջում այն պայմանագրերը, որոնց վրա մեկ դար կառուցված էր այս տարածքի իրավական ճակատագիրը։ Բաքուն փոփոխել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը, այնտեղից հեռացնելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները։ Սրանք այն փաստաթղթերն էին, որոնցով ձևակերպվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը։ Հաջորդ քայլով այլևս սահմանադրական նոր փոփոխությամբ կարող է արդեն պաշտոնապես հայտարարել Նախիջևանը որպես պարզապես ադրբեջանական վարչատարածք, վերջակետ դնելով դրա կիսաանկախ կարգավիճակին։ Քաղաքական իմաստով եւ միջազգային հարաբերությունների իմաստով սա ընդամենը տարածաշրջանում եւ աշխարհում ստատուս քվոյի խախտման եւ նոր ստատուս քվոյի ձևավորման ժամանակամիջոց է, այսպես ասենք, տրանսֆորմացիոն ժամանակահատված, որից յուրաքանչյուր կողմ փորձում է իր համար նոր ստատուս քվո հաստատել։ Այս գործընթացին որևէ պետություն չի խոչընդոտում, այդ թվում հենց պայմանագրերի կողմերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը։ Ավելին, 2022 թվականին Հայաստանի վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրով, որի մեջ ներառված է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Իսկ կողմերն իրավունք ունեին միջամտել այս գործընթացին։ Որպեսզի դու լինես տվյալ պայմանագրի կողմ կամ շահառուն, առնվազն պետք է այդ պայմանագիրը ստորագրած կողմի իրավահաջորդը դու քեզ ճանաչես։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իրեն որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արդյոք Վրաստանի իշխանությունները ընկալում են իրենց որպես եւ միջազգային իրավական առումով հռչակում են իրենց որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Տեսեք Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը իրեն ճանաչում է սահմանադրությամբ առաջին հանրապետության կամ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Քաղաքագետի խոսքով Փաշինյանի հայտարարությունից հետո, եթե պայմանագրի կողմերից որևէ մեկը փորձեր միջամտել, Ադրբեջանը դա կարող էր ներկայացնել որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ պնդում է, Ադրբեջանը իրավական հիմք չունի Նախիջևանի ինքնավար կարգավիճակը վերացնելու եւ այն ամբողջությամբ իր կազմի մեջ ներառելու համար։ Թուրքիայի համար Նախիջևանի հարցը շատ լուրջ սպանակ է, որ նա Ադրբեջանին միշտ պահի այն կարգավիճակում, որը Թուրքիային ձեռնտու է, որտեղ հասկանում եք, չէ՞ որ Էրդողանն ու Ալիևը հավերժ չեն, մի գեղեցիկ օր նոր իշխանություններ կգան եւ այնտեղ եւ խնդիրներից նրանք երաշխավորված չեն։ Եվ Նախիջևանը շատ լուրջ զսպանակ է, ինչով Թուրքիան կարող է ազդել եւ ճնշել Ադրբեջանին։ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի Նախիջևանի հարցով զգայուն դերակատար է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թեհրանն այս գործընթացը համարում է իր անվտանգային կարմիր գծերից մեկը, սակայն Բաքուն, ըստ մասնագետների, ճիշտ ժամանակ է ընտրել։ Իրանն այս պահին կենտրոնացած է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային այս զարգացումներին ակտիվ ներգրավելու ռեսուրս չունի։ Դա թե հնարավորություններ է բացում Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, թե ռիսկ էր, որովհետև ըստ էության միջազգային իրավապայմանագրային հենքի վրա ստեղծված միավոր է Նախիջևանի ինքնավարությունը, ուստի այդ հենքի քայքայումը բերում է դրա միջազգային լեգիտիմության խնդրի ի հայտ գալուն, ինչից բնականաբար կարող են օգտվել տարբեր խաղացողներ, մասնավորապես ակնհայտ է, որ իրանական կողմը անտարբեր չէ Նախիջևանի ճակատագրի նկատմամբ։ Քաղաքագետների խոսքով մեր հայրենիքի եւս մեկ հատված տարածաշրջանում վերածվում է աշխարհաքաղաքական կռվախնձորի, սակայն այս խաղի խոշոր դերակատարները զբաղված են այլ գլոբալ առաջնահերթություններով, ինչից օգտվում է Բաքուն։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված նպաստավոր պայմանները թույլ են տալիս Ադրբեջանին վերաձևել իրականությունը, խախտելով միջազգային պայմանագրերը եւ չստանալով համարժեք արձագանք թե արտաքին աշխարհից, թե Հայաստանից։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական կուսակցությունն առայժմ չի որոշել, ի վերջո մասնակցելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանը, թե ոչ։ Այսօր էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ պնդեց, չունեն որոշում։ Միաժամանակ միասնական ընդդիմադիր ցուցակով մասնակցելու հարցը գնահատեց բարդ խնդիր։ Խնդրական ադվոկատ է մեկնարկել, ԳՄ հայտարարություն տարածել։ Ընտրությունների վերաբերյալ ունեք որոշում, եթե կա խնդրանացում։ Ոչ, ունենք որոշում, եթե ունենանք կասենք։ Պարոն Սարգսյան, իսկ հավատում մեծ դաշտի կարող է միավորվել։ Ես ունեմ, Միասնական ճակատագրով։ ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմությամբ միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, կարծում եմ դուք էլ եք այդպես կարծում, թե՞։ Ազգային ժողովը քննարկում է օրենքի փոփոխության մի ծրագիր, որի համաձայն այն երիտասարդները, որոնք կսովորեն աշխարհի առաջատար համալսարաններում, կարող են իրենց գիտելիքը ծառայեցնել հայրենիքին եւ չծառայել բանակում։ Ծրագիրն արդեն ստացել է դրական եզրակացություն։ Թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Սովորել աշխարհի լավագույն համալսարաններում եւ այդ գիտելիքով վերադառնալ Հայաստան։ Ազգային ժողովում քննարկվում է օրենքի փոփոխություն, որով Շանհայի վարկանիշի թոփ 50 բուհերում սովորած Հայաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալու եւ 3 տարի աշխատելու դեպքում կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ծրագիրը գործում է 2018-ի ապրիլից։ Նախորդ իշխանություններն էին նախաձեռնել։ Կառավարությունը որոշում էր կայացրել կրթության եւ մշակույթի ոլորտում առանձնապես շնորհյալ մեր քաղաքացիներին, ովքեր որ աշխարհի առաջին 5 տասնյակում ներառված բուհերում հնարավորություն են ստանում ուսանելու, նրանք որոշակի ժամանակահատվածով ազատվում են տարկետման իրավունքից։ Շուրջ 8 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը նույն նպատակն ուներ, որակյալ կրթություն ստացած երիտասարդը վերադառնա եւ իր գիտելիքը ծառայեցնի հայրենիքին։ Այսօր առաջարկվում է այդ մոտեցումը դարձնել ավելի հստակ եւ պարտադիր վերադարձի պայմանով։ Իրանց մեծ մասը չի գալիս Հայաստան, ուղղակի կորցնում ենք իրանց։ ԿԳՄՍՆ-ի իրավաբանական վարչությունը դեռ չունի բավարար տվյալ վերլուծելու եւ հետեւություններ անելու դրսում սովորող հայ երիտասարդների
երիտասարդները վերադառնում են հայրենիք, թե ոչ։ Հիմնականում 2021 թվից սկսած են մեծ թվով երեխաներ գնացել թոփի-ցումբուհերում սովորելու։ Ու այդ գնացող երեխաների մեծ մասը դեռ ուսման process-ի մեջ են։ Մենք չունենք այտենց մեծ թվաբանական ինչ-որ վերլուծություններ, որ ասեն գնում են ու էլ չեն գալիս։ Բանակային ծառայությունից վերջնական ազատվելու համար մի քանի փուլեր պետք է անցնել։ Իրանք պետք է այդ թոփի-ցումբուհերից մեկի սովորելու համար տարկետում ստանան, սովորեն, ավարտեն որևէ կրթական ծրագրով։ Նոր հետո կարողանան դիմել Հայաստանում 3 տարի աշխատեն ու ազատվեն զինվորական ծառայությունից։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա պետությունն այստեղ մասնակցություն չի ունենալու։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել մի դեպքում։ Եթե տարեկետման իրավունքից հետո մարդիկ չեն վերադառնում, այդ դեպքում արդարացված է օրենքը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծրագիրն ընդլայնել, ներառելով առաջատար այլ բուհեր ևս։ Առաջին հայացքից top 50 համալսարանը լավ է հնչում, բայց օրինակ top 200, top 300, top 400, top 500-ը նույնպես լավ է հնչում։ Շանհայի վարկանշավորմամբ top 50 համալսարաններն ավարտած երիտասարդների աշխատանքային ոլորտը Հայաստանում սահմանելու է կառավարությունը։ Արտակ Զաքարյանը մատնանշում է այն ոլորտները, որոնցում պետք է գործի դրվեր երիտասարդ գիտնականների ներուժը։ Իսկ ինչ նախանգարում այդ նույն լավագույն կրթություն ստացող մարդկանց ներառել նաև պաշտպանական համակարգում։ Ծառայություն աշխատանք համատեղելով։ Մենք այն ժամանակ այդ մտայնությունն ունենք, որ զինված ուժերը եւս տեխնոլոգիական եւ զարգացման տարբեր ճանապարհ են անցնելու, այդ լավագույն բուհերում սովորող մեր մասնագետները, հատկապես բնագիտական կրթություն ստացողները շատ, այսպես, մեծ պետությունը պետքա որ մեծ ուրախությամբ ներառի, ներգրավի իրենց նաև պաշտպանական համակարգի կարողությունների զարգացման գործում եւ գաղափարը հենց դա է։ Նախարարության տվյալներով 2018 թվականից աշխարհի առաջատար 50 բուհերում սովորելու նպատակով տարկետում է ստացել 650 քաղաքացի։ Նրանց մեծ մասը դեռ շարունակում է ուսումը։ Ամեն կերպ պետք է մեխանիզմը կառուցել այնպես, որ տվյալ քաղաքացին, ով գնացել է դրսում սովորել, նախ գիտակցի, որ պետությունն է իրան տվել այդ հնարավորությունը։ Զաքարյանը նշում է, որ ծրագրից օգտվող երիտասարդը պիտի գիտակցի, որ իր փոխարեն գնացել են ծառայելու ուրիշները եւ պատասխանատվություն ստանձնի թիկունքում։ Հակառակ դեպքում նախագիծը կարող է վերածվել ծառայությունից խուսափելու մեխանիզմի։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ պաշտոնյաները խոսում են հարևանների հետ էներգետիկ հնարավորությունների, բենզինի ներմուծման, ավիացիոն անվտանգության կամ այլ մեծ ծրագրերի մասին, նախ պետք է կարողանալ կարգավորել ամեն քայլափոխի հանդիպող ամենապարզ խնդիրները։ Օրինակ, Երևանի փողոցները լի են խոր փոսերով, որոնք վտանգ են մեքենաների ու վարորդների համար։ Թեպետ ամեն տարի նույն փողոցներում տեսնում ենք ասֆալտապատող մեքենան, բայց տեղում է հերթական ձյունն ու անձրևը եւ իր հետ պարզապես տանում որակյալ ասֆալտը։ Մեր տեսախցիկն է շրջել խնդրի հետքերով։
Ջեֆրի Էփշտեյնի աղմկահարույց գործը շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սեռական շահագործման ու մանկապղտության համար մեղադրված ու դատապարտված ամերիկացի ֆինանսիստի գործի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերի նոր խմբաքանակում ներառված են էլեկտրոնային փոստի փոխանակումներ ու ավելի քան 2000 տեսանյութ ու 180,000 լուսանկար։ Հիշեցնեմ, որ Էփշտեյնի գործի վերաբերյալ ԱՄՆ արդարադատության նախարարությունն անցյալ ուրբաթ հրապարակել էր նոր փաստաթղթեր, որոնք կազմում են ավելի քան 3 միլիոն էջ։ Հրապարակված նյութերի մեջ հիշատակված են մի քանի քաղաքական ու հանրային գործիչներ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն։ Անցյալ շաբաթ ռեկորդային բարձրակետերի հասնելուց հետո ոսկու եւ արծաթի գները կտրուկ անկում են։ Ոսկու գինը, որը նախորդ շաբաթ գերազանցեց 1 ունցիայի համար $5,500, նվազել է 1 ունցիայի համար $4,500-ից ցածր։ Իսկ անսպասելի անկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քևին Վորշին առաջադրեց դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում, ինչը շուկաներն ընկալեցին որպես ագրեսիվ տոկոսադրույքների կրճատման հնարավորությունների նվազեցում։ Դա ոսկին եւ արծաթը դարձրեց պակաս գրավիչ։ Եվ վերջում հայ երիտասարդ կոմպոզիտորի մասին, որն արժանացել է կոմպոզիտորական բացառիկ մրցանակի։ Այդ մրցանակին արժանացել է Ավստրալիայի, Անգլիայի ներկայացուցիչն ու Արցախի Հովիկ Սարդարյանը։ Նրա երաժշտության, Արցախի կարոտի ու կորստի մասին Անե Աբեղյանն է պատմում։ Ես շատ խիստ մեղեդի իմ պատկերացնես եւ մի քիչ ավելի սուր եւ ազատատենչ։ Եթե հադրութը մեղեդի լիներ, հենց այսպիսին կլիներ։ Դի մեղեդի ես պատկերացնես հադրութի մասին։ Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանի համար։ Նա առաջին հայ կոմպոզիտորն է, որ արժանացել է Էրնստ ֆոն Սիեմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Շատ մեծ մրցանակ եմ ստացել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Սա պարզապես մրցանակ ստանալ չէ։ Սա նշանակում է, որ կոմպոզիտորը ճանաչվել է ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ մտածողությամբ, մշակույթ ձևավորող ուժով։ Մրցանակին արժանացած արվեստագետը դառնում է համաշխարհային մշակույթի պատմության մաս, որպես ժառանգություն ստեղծող։ Արվեստը ապրող բան է, եթե ես այսօր եթե չկա ժամանակակից կոմպոզիտոր, մենք վաղը չէ մյուս օրը կկորցնենք այդ հասանելիությունը նաև դասական երաժշտությանը, որովհետև վերջո այն ինչով ես զբաղվում եմ, դրանով զբաղվել է թե բոլոր դասական կոմպոզիտորները, այդ թվում թե Բեթհովեն, թե Մոցարտ, այսինքն սա բնական օրգանիկ շարունակություն է։ Հադրութեցի 32-ամյա կոմպոզիտորը մի քանի անգամ հրավեր է ստացել մրցույթին մասնակցելու համար, բայց խնդրել է հետաձգել, կարծելով երաժշտական լեզուն ու մասնագիտական հմտությունները դեռ հարթակին արժանի չեն։ Քրտնաջան աշխատել ու 2026 թվականին արդեն մրցանակակիր է դարձել։ Վստահ չէի զգում, որ եթե հանկարծ այսպիսի հանրային պլատֆորմի վրա ես հայտնվեմ ինչպիսին է, այսինքն հաջողության դեպքում եթե ես ստանայի, ես վախ ունեի, որ ես կկոտրվեմ այս հանրային ալիքին ու չեմ կարողանա իմ երաժշտական գաղափարները իրագործել, որտեղ ես զգում էի, որ ես ունեմ երաժշտական մտքեր, որոնք դեռ չեն իրագործվել։ Աշխարհի գերտերություններից, զարգացող ու զարգացած երկրներից էին արվեստագետներ հրավիրվել։ Մրցանակին արժանացել են 3-ը, մեկը Ավստրալիայից, մեկն Անգլիայից, մյուսը չճանաչված ու բռնազավթված Արցախի Հադրութից։ Ավելի ցավալի բան իմ կյանքի մեջ ես չէի կարող պատկերացնել։ Հովիկը Հադրութի երաժշտական դպրոցում սովորել է 4 տարի, այնուհետև սովորել է Ստեփանակերտի դպրոցում ու երաժշտական քոլեջին կից գիմնազիայում։ Այնտեղ թավջութակ նվագել է սովորել։ 2010 թվականին Երևանի Պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում է սովորել։ Գերմանիայում է 2018 թվականից։ 44-օրյա պատերազմից 2 ամիս առաջ էր հայրենի Հադրութ եկել, եւ դա վերջին այցն էր։
Հովիկի ստեղծագործությունում հադրութը կա, ստեղծած կոմպոզիցիաներով։ Լինել ուժեղ, համբերել ու սիրել։ Նման մրցանակի արժանացած առաջին հայ կոմպոզիտորի ուղերձներն են, որ նախ զգում է, հետո փոխանցում երաժշտությամբ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։